Պարոն Փաշինյան, երեք ազգային ժողովի ամբիոնից դուք այսպես շատ ոնց ասեմ, ջղայնացած հայտարարություններ եք անում, ասում եք ընտրակաշարք տվողներին, վերցնողներին բանտերն եք լցնելու, հետո ասեցիք 70%-ը ընտրակաշարք է վերցել ժողովրդի, այդ 500,000-ից 70%-ը, հիմա ուզում եմ հասկանամ, գնալու եք 70% ըստ ձեր պատկերացումների ընտրակաշարք վերցրածներին բանտերը լցնելով, այսինքն 70 ըստ ձեզանից դժգոհ ժողովուրդ չկա եւ միայն ընտրակաշարքով են ձեր դեմ քվեարկել, դուք էլ պատրաստում եք այդ 500,000-ի 70%-ին ու իրենց քաղաքական առաջնորդներին բանտերը լցնեք եւ պարոն Փաշինյան ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվում, որ վերադարձ արևմտյան Ադրբեջան ֆորումներ են տեղի ունենում պետական համալսարանում եւ այլ տեղեր, այս մասին ինչ կասեք։ Շնորհակալություն։ Ես առաջի հարցի հետ կապված ընտրակաշարքով գործեր են, քրեական գործեր են նախատեսված, հարուցված եւ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ օրինակ 21 թվականից հետո ընտրակաշարքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրությամբ բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշարք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել մինչև այս պահը այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ի վերջո նաև բաներ են եղել, չէ, սոցիոլոգիական հարցումներ են եղել բավականին վստահելի եւ պետք է այդ ընտրակաշարքի համակարգը էքստրապոլացնել եւ այդտեղից է իմ եզրակացությունը։ Նրանք ովքեր իսկ որևէ մեկին բանտ նստացնելու համար պետք է ապացուցվի մեղքը, ոնց կարող ենք մենք ենթադրաբար տեսական ընտրակաշարք տվածին կամ տեսական ընտրակաշարք վերցնողին ենթարկել պատասխանատվության։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, երեք ես անդրադարձել եմ նաև այդ թեմային։ Ես ասում եմ, քանի դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքները եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Եվ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ։ Բերեք ամբիոնից ես շատ հստակ ասել եմ։ Շնորհակալություն։ Մի բան որն էր հիմնական հարցը։ Չէ, իհարկե դժգոհ են, իհարկե դժգոհ են, բայց ասում եմ, որ 70%-ը քվեարկել է ընտրակաշարքով։ Կարող է դժգոհը քվեարկել է նաև ընտրակաշարքով։ Ինչ։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Ինչ կարծիք ավելի լավ չհասկացա։